Տերնիկ Մալխասյան, Տերնիկ ձեր թույլտվությամբ կուզենայի մենք այս թեմային պարբերաբար անդրադառնում ենք, կարծում եմ շատ կարևոր եւ ճիշտ է այս թեմայի մասին խոսել, որովհետեւ սա այսպես հերթական պատահական բան չէր, դեպքը չէր, ողբերգությունը չէր, որովհետեւ համայնքապետ է գնդակահարվել եւ ոստիկանության աշխատակից այս ամենը ունի նախավարություն, հետաքրքիր է, որ քննչականի պետը 3 ինչ-որ բաներ էր փորձում ներկայացնել, խնդրեմ, հարցը կարծեմ 2-3 կողմ ունի, ձեր տեսակետը եւ ձեր մոտեցումը, ինչ է անում այսօրվա ԿՊԱ-ական իշխանությունը, ինչ է փորձում անել եւ ինչու շտապեց Նիկոլը, այնուհետեւ նաեւ մյուս ԿՊԱ-ականները եւ քննչականը, դատախազությունը ինչու շտապեցին արագ սա ներկայացնել որպես վենդետա, ինչ ծածկադմփոցի է լինում եւ նաեւ այսպիսի ինֆորմացիա կա, որ իրենք խնդիր են ունեցել ԿՊԱ-ական նախկին համայնքապետի հետ, որը դեպքից 10 օր առաջ այստեղից բացակայել է, հայտնի է, որ միջանձնային հարաբերություններ են եղել, բայց եթե մի փոքր ավելի հետ գնանք, այդ միջանձնային հարաբերությունները ինչից են ծագել, հիմքում նորից քաղաքական հարցեր են եղել, խնդրեմ։ Բարև ձեզ, շնորհակալություն։ Իրականում խնդիրը իրոք մի քանի շերտ ունի, ես երեք քննչականին պետին լսեցի, ու տպավորություն է, որ մարդը ուզում է հերքի, որ քաղաքական բան կա այնտեղ ենթատեքստ կա այդ սպանության մեջ, բայց մյուս կողմից էլ ըստ էության, ինչպես դուք նշեցիք, հաստատում է, որ այդտեղ քաղաքական երանգներ կա, այդ ում հետ որ խնդիր է ունեցել փետրվար ամսին, եթե չեմ սխալվում, մարտ թե փետրվար ամսին, դրանք եղել են քաղաքական հակադիր կողմի ներկայացիչ, հետևաբար պետք է հասկանալ, եթե իրենք ասում են վենդետա, չգիտեմ, վրեժխնդրություն եւ այլն, այդ դրա հիմքը որտեղից է գալիս, արդյոք այդտեղ քաղաքական չի այդ հիմքը, միջանձնային է, ինչից է սրվել է, ինչքան հասկանում է այդ ընտրությունների ֆոնի վրա, չգիտեմ, քաղաքական այլ հակադրությունների ֆոնի վրա, ու զարգանալով հասել է մի իրավիճակի, երբ որ գնացել մարդուն սպանել են։ Իմիջիալից այդ գործով նաև դատապարտված է սպանված Վալուդիայի եղբայրը, եթե չեմ սխալվում, հա, այսինքն կալանավորված է։ Այսինքն այստեղ չտեսնել քաղաքական ենթատեքստ, քաղաքական երանգավորում չտալ այս սպանությանը, ինձ թվում է առնվազն միամտություն է կամ դիտավորություն է։ Հիմա թող իրենք ընտրեն որն է, եթե միամտություն է, ապա դա խոսում է իրավապահ համակարգի ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի մասին, իսկ եթե դիտավորություն է, դա խոսում է իրավապահ համակարգի արդեն ոչ ճիշտ, ոչ օրինական որակների մասին։ Սա խնդրի մի կողմն է, բայց ամենակարևոր մասերից մեկը Նիկոլ Փաշինյանի կողմից այս քրեական գործի հետ կապված ուղղորդումն է։ Եթե հիշում ենք, որ այդ սպանությունից մի քանի ժամ անց Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է անում ու առաջ է քաշում ենթատեքստով անուղղակի շատ դեպքերում վրեժխնդրության պահ, հա, ասում է ոստիկանները չկանխեցին եւ այլն, իրավապահ համակարգը ինչ է ուզում ասել, այսինքն մտածում էին, որ կարող է այդպիսի բան լինի, հետո իրավապահ համակարգը պետք է կանխեր ու ուղղորդում է։ Ես այդպիսի ուղղորդում հիշում եմ, եթե չեմ սխալվում 22 թվականին Վարդենիսում զինվորները որ վառվեցին, ինքը նկարագրում էր իմ մոտ այնպիսի տպավորություններ, որ ինքը կողքից կանգնած նայել, հա, թե պատվիրեց, թե ինչ պիտի ներկայացնել։ Այս վերջի քրեական գործն էլ այն դեպքն էլ ինքը նկարագրում էր, թե ինչպես տեղի ունեցավ եւ այլն, եւ քննությունը գնաց այդ ուղղությամբ, այս դեպքում էլ նույն ձևի կարծես պատվերը իջեցվել է Նիկոլ Փաշինյանի կողմից, քննչականը, ոստիկանությունը, դատախազությունը, մյուս իրավապահ համակարգի այդ բոլոր վինտիկները սկսում են աշխատել այդ ուղղությամբ, երևի բաց թողնելով շատ էական մանրամասներ, իմ մոտ այդպիսի տպավորություն է կամ չբացահայտելով այդ մանրամասները։ Սա խոսում է նախ Նիկոլ Փաշինյանի կառավարական այն որակների մասին, որ նա սկսում է հաստատել, այսինքն վաղուց է նա հաստատել այլասերված դիկտատորական ռեժիմ կամ ավտորիտար ռեժիմ, ես երեք մի հատ գրառում էի արել, որ ամբողջացնելու համար այս ամեն ինչը, այս այլասերված դիկտատուրան կամ ավտորիտար ռեժիմը մնացել է մի հատ Նիկոլ Յուգենտներ ստեղծի ու վերջ, ամեն մեկ էլ գեստապո, հա, քաղաքական ոստիկանություն։
հասել ենք այդ մակարդակին, որ մնացել է մի հատ քաղաքական ոստիկանություն, որ մարդկանց սկսեն դատել, իմիջիայլոց արդեն փաստացի դա անում են, եթե վերցնում են քաղաքական բանտարկյալներին, հոգևորականներին, այսինքն փաստացի քաղաքական ոստիկանությունը կա, մնացել է արդեն ձևակերպել իրավական տեսք ու ձև տալ այդ ամեն ինչին։ Նիկոլ Փաշինյանի կողմից ինչու է նման միջամտություն արվում, հարցեր է առաջանում, հա, ինքը կարող էր ասել, որ թողնում ենք իրավապահներին, միջև վերջ բացահայտեն, հիմա 1000 վարկած կա եւ այլն, բայց ինքը ուղղորդում է, այսինքն եթե Նիկոլ Փաշինյանը ըստ էության ուղղորդում է իրավապահ մարմիններին, իրավապահ համակարգին, իմ մոտ կասկածներ է առաջանում, որ այստեղ կան այնպիսի քաղաքական երանգավորումներ, որոնց բացահայտումը իշխանությունների օգտին չի լինի, դրանց հանրայնացումը չի լինի իշխանությունների օգտին։ Դրա համար էլ իրենք իրար են խառնվել։ Եվ այս բանության հետ կապված մյուս կարևոր հանգամանքն այն է, որ տևական ժամանակ է Նիկոլ Փաշինյանը խոսում է սիրո, համերաշխության, բոլորին սիրելու մասին։ Դատաիրավական համակարգին երբեք չի միջամտել, անգամ այդ իրական կողորիներ Ռոբերտ Քոչարյանը երևի միջև հիմա նստած կլիներ։ Բայց կներեք, բա խոստովանել է ինքը։ Խոստովանել է, որ միջամտել է, վնկստացող դատավորները, խիկատենց դատավոր, որ իմ հրահանգը, իմ ասածը չկատարի։ Ես ուզում էի, չէ՞, այսինքն այս մարդը խոստովանում է։ Մեկ սենց է ասում, այսինքն Նիկոլ Փաշինյանին բնորոշ վարքագիծ է սա, այսինքն ասել մի բան, դրանից հետո ասել 180 աշճանով տարբերվող մեկ այլ բան։ Ինքը ըստ էության խոստովանել է, որ չկան այդպիսի դատավորներ, որ իր ասածը չանեն։ Հիմա ես ինչ երաշխիք ունենամ, որ իրավապահ համակարգում, դատական համակարգում Նիկոլ Փաշինյանը չի առաջնորդվում այդ սկզբունքներով։ Երևի նորմալ, եթե դեմոկրատական երկիր լիներ, նման հայտարարություններից հետո Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տար, բայց ինչպես գիտենք, մենք չենք ապրում դեմոկրատական նորմալ մարդու իրավունքները հարգող երկրում, այլ ապրում ենք այլասերված ավտորիտար մի համակարգի շրջանակներում, որտեղ իշխանությունը միշտ ճիշտ է, իշխանությունը կարող է ամեն ինչ անել, մյուսների համար արդեն օրենք ըստ Նիկոլ Փաշինյանի հայեցողության։ Եվ մյուս կարևոր հանգամանքը, որ կուզենայի ընդգծել այս առումով, այն է, որ ըստ էության նշեցի խոսելով սիրո համերաշխության մասին, Նիկոլ Փաշինյանի ԿՓԱ-ական իշխանությունը հասարակության մեջ սանձազերծել է ըստ էության ներհասարակական բախումներ, այսինքն խնդիրները այլևս հասարակության որոշակի անդամներ կամ մեծ մաս արդեն տեսնում է ոչ լուծել ոչ օրինական ճանապարհներով, սպանությունների թիվը անընդհատ ամեն օր մենք լսում ենք կամրջից նետված, հետո դանակահարություն, այսինքն ամեն օր մենք կարող ենք լսել ինչ որ հարաբերություններ, 4 օրվա ընթացքում 4 դաժան սպանություն, գնդակահարություն։ Ահա, դա մի դեպքը զարուրելի մարդը հաշվառված մարդ, հոգեբուժարանում, եթե չեմ սխալվում, այո, հաշվառված, որ դիմա զենք թեմա եղել, մի ընդդիմադիր կամ մի ակտիվիստի մոտ մի հատ փամփուշտ է գտնում, իրան պատառոտում է։ Այ այդտեղից պետք է սկսել, ինչու եմ ասում ներհասարակական բախումներ, որովհետև այն համակարգը, որ ստեղծվել է, այն իրավապահ համակարգը, որ ստեղծվել է, դա հրահարում է ըստ էության ներհասարակական նման բախումներ եւ նման լուծումներ։ Այ ինչ գործ ունի, այ Նիկոլ Փաշինյան, դուք հարցրել եք ձեր այդ իրավապահ համակարգին, ոստիկանապետին եւ այլն, թե այդ մարդու մոտ եթե զենք կա որտեղից, այսինքն քանի նման մարդ ունի զենք, փորձել եք պարզել, ունի, չէ՞, ԿՓԱ-ականների նկուղում պարզվում է, այդ մարդիկ ըստ ձեզ միջանձնային հարցեր ունեն, այնտեղ սպանություններ, հարձակումներ, գիտեք, որ ինչ լարվածություն է, այդ մարդու նկուղում զենքը կա, հոգեկանի նկուղում զենքը կա, բա պարզ չի, որ քո նման հոգեկանի նկուղում եկա, բա դուք ինչով եք զբաղված։ Եվ պետք է ըստ թեման ամփոփելով պետք է ֆիքսել, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն իր խոստովանությամբ, այստեղ ես ունեմ իմ գնահատականը, բայց Նիկոլ Փաշինյանը անձամբ խոստովանել է, որ իրենք տանուլ են տվել երկրի արտաքին անվտանգությունը, չեն կարողացել այդտեղ, ինքը ասել է, մամուլի ասուլիսի ժամանակ հայտնի, ոչ միայն տանուլ է տվել սահմանների անվտանգությունը, այլ նաև տանուլ է տվել Հայաստանի ներքին անվտանգությունը, հասցրել է այն աշճանի, որ հասարակության այլևս որևէ անդամ իրեն չի կարող անվտանգ զգալ դիմացինի կողմից, նաև եթե մի քիչ էլ քաղաքական
հասարակական ընդդիմադիր ակտիվություն ունես, ապա պետք է սպասես, որ յուրաքանչյուր պահի դու կարող ես հայտնվել ճաղերի հետևում առնվազն։ Այսքանը այս թեմայով։ Հաջորդ հարցը, հիմա դուք սրբազանների հետ կապված կխնդրեի, որ խոսեք, գիտեք, որ ես ճիշտ ասած աղմուկ բարձրացրեցի, ես շատ վաղուց գիտեի, որ երկու սրբազաններն են, առողջական ոչ թե խնդիրները շատ լուրջ խնդիրներ ունեն, իրենք թույլ չէին տալի դրա մասին բարձրաձայնել, երեք մասամբ նաև փաստաբաններն են խոստովանեցին, բայց ես չգիտեմ, նույն բանը նաև Արմեն Գրիգորյանն էր, Արմենքը ծայրահեղ վիճակում էր, բայց փաստաբանը թույլ չէր տալի, բայց ես կարծում եմ փաստաբանները իրենց գործով զբաղվեն, եթե խնդիր կա, դա հանրայնացնեն։ Դրա մասին խնդրեի, նաև ես տեսա, որ դուք նաև այնտեղ եք դատարանում եք Աջապահյանի սրբազանի դատավարության մասին եւ ինչ ասելիք ունեք, խնդրեմ։ Տեսեք, ու նաև շարունակեք այդ թեման, գիտեմ, որ Մայր Հայաստանը հիմա շրջում է Վաղաշաբաթ համայնքով, հիմնականում էջմիածնով եւ ինչ տպավորություններ եք, ինչով կարող եք կիսել, խնդրեմ, ինչ ունեք ասելու Ռայվ հանրությանը։ Երևի վերջի հարցից սկսեմ, իրոք Մայր Հայաստան կուսակցությունը ստորագրահավաք է իրականացնում Վաղաշաբաթ խոշորացված համայնքում, Էջմիածնում, ի պաշտպանություն հայ առաքելական եկեղեցու, մտնում ենք տնետում, փողոցում մարդկանց ենք հանդիպում, ես անձամբ մի քանի օր մասնակցել եմ այդ ստորագրահավաքին, շփվել ենք էջմիածինցիների հետ, այսպես ասեմ, տպավորությունս այն է, որ 10-ից 8-ը կանգնած է հայ եկեղեցու կողքին, այն 20%-ի չափ մոտավորապես իրենք, չէ, անտարբեր չեն, ես ասեմ, կային անտարբերներ շատ քիչ տոկոսով, իսկ մյուս մասը, շատ փոքր մասը, եկեղեցին տարանջատում է հոգևորականներից, թե ինչպես է դա անում, մի քիչ զարմանալի է, ու նման վերաբերմունք ունի, բայց մնացած գերակշիռ մեծամասնությունը, ես ասում եմ 80%-ից ավել, սա իմ դիտարկումներն են, պրոֆեսիոնալ սոցհարցում չի, կանգնած է եկեղեցու եւ հոգևորականների կողքին, սրբազանի կողքին, կաթողիկոսի կողքին, եւ մենք պատրաստ ենք այդ ստորագրահավաքը ավելի ընդլայնելու, Մայր Հայաստանը մի անգամ չի որ հայտարարել է, որ կանգնած է ազգային արժեքների պաշտպանության հիմքում, իսկ եկեղեցին մեր հիմնական ազգային արժեքներից մեկն է, ես այստեղ պետք է ընդգծեմ, որ Մայր Հայաստանի այդ ստորագրահավաքի ժամանակ, երբ մոտենում էինք, ասում էինք կստորագրեք ի պաշտպանություն հայ առաքելական եկեղեցու, առաջի հարցադրումով հաստատական պատասխանն այն էր, որ ինչի չենք ստորագրի, բա մենք հայ չենք, այսինքն հայն ու առաքելական եկեղեցին այլևս նույնացված է այդ մարդու մոտ, դա ինքնության սյուներից ամենահիմնական բաղկացուցիչ մասն է, եւ պատահական չի, որ Նիկոլ Փաշինյանը նման հարձակումներով փորձ է անում ոչնչացնել հայի ինքնությունը, պատմության դասագրքերը սրբագրելով, եկեղեցուն հետապնդելով, հոգևորականներին բանտարկելով, այդ ինքնության վերջին երևի սյունը, այն որ ասենք այրան մեջ է մտած, փորձում է դա ոչնչացնել, թե դա ում պատվերով է, ովքեր են իրեն խորհուրդ տվել, կարող ենք միայն ենթադրություններ անել։ Սրբազանների հետ կապված առողջական խնդիրների ես անձամբ տեղյակ եմ, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը այո, ունեցել էր ժամանակին որոշակի խնդիրներ առողջության հետ կապված, դրա համար նա բուժվել էր, բուժումների էր մեկնում արտասահմանում, գնում գալիս էր եւ այլն, այսինքն կարող ենք ֆիքսել, որ ես նման խոսակցություններ ամեն դեպքում լսել եմ եւ մարդ նման առողջական խնդիրներով տանել կալանքի, դա էլի եմ ասում այլասերված ավտորիտար նիկոլական ռեժիմի դրսևորումներից է, ես այլ բան չէի սպասում, բայց մյուս կողմից լավ կողքի տնենք առողջական խնդիրները, Աստված իրենց առողջություն տա, եթե մարդ առողջ է, ինչու պետք է բանտարկվի, ինչու պետք է կալանավորվի, մի հատ արեք այդտեղից հասկանանք, ինչ է արել, օրինակ, հիմա Միքայել Սրբազանի դատավճիռը, այսինքն դատավճիռը կա, որ մեղավոր է, հա, նիկոլական արտարադատությունը մեղավոր է ճանաչել Միքայել Սրբազանին շինց ու քրեական գործով, հիմա պատկերացրեք մի ամիս էլ, մի 10 օր երևի սպասում են, թե ինչ պատիժ եւ ինչքան պատիժ են սահմանելու Սրբազանի նկատմամբ, այսինքն դատական համակարգը չի կարողանում կողմնորոշվի, ասի որ ասենք, չգիտեմ, 2 տարով, 2 տարի 6 ամսով, չգիտեմ ինչքանով դատապարտում են Միքայել Սրբազանին, սա ցույց է տալիս, որ ոչ թե դատարանն է իմ կարծիքով, հա, այստեղ
որոշում կայացնում հելնելով սահմանադրությունից, օրենքներից, այլ նստած սպասում է քաղաքական հերթական պատվերին, հա, WhatsApp-ով կարող է նա ստանալ այդ գրությունը, դատական վճիռը, կարող են այնտեղ նստել գրել, համապատասխան մարդու անունից ուղարկել դատավորին, ասել այսքան պատիժ կնշանակես։ Ուղղակի ելնելով ինչ-ինչ ինձ թվում է քաղաքական խնդիրներից, սրացումներ թույլ չտալու, բողոքական այդ մասային չգրգռելու համար մի քիչ ոտքերը կախ են գցում, ես սա կապում եմ նաև տեղի ունեցած սպանության հետ, որ հասարակությունը ալեկոծվեց եւ այլն, հենց այդ օրն էլ դրանից մեկ օր հետո պետք է կայացնեին այդ Միքայել Սրբազանին վճիռը կայացրին, բայց չասեցին քանի տարի են բանտարկում, այդ երկուսը որ համընկավ, իրենք մի քիչ Նիկոլ Փաշինյանը ոտքերը կախ գցեց ու եթե չեմ սխալվում ամսի 4-ին թե 5-ին պետք է այդ բանը հրապարակեն, արդեն թե ինչքան է Միքայել Սրբազանի դատավճիռը, հասկանում եք, վերադառնանք այն խնդրին, թե ինչու այդ մարդիկ պետք է հայտնվեին ճաղերի հետևում։ Հələ հասարակությունը ինքը իրեն, Նիկոլ Փաշինյանին հավատացողներ, իր ասածները հալած յուղի տեղ ընդունողներ, մի կողմ տնենք այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը հայտնի է իր ոչ ճիշտ խոսալու ու բաներով, այդ դրսևորումներով։ Դուք դա կարող եք առանց ինձել դնել, ասենք, Նիկոլ Փաշինյանի ելույթներ ինչ-որ մի թեմայի մասին, համեմատել, ասենք, մի բանի վերաբերյալ նա սա է ասում, հետո Հարություն Աշճյանը այլ բան է ասում, դա լինի ներքաղաքական, տնտեսական, թե արտաքին քաղաքական խնդիրների շուրջ, դա դնում ենք մի կողմ։ Դուք ձեզ հարց չեք տվել, լավ, ինչու համար է Միքայել Սրբազանը հայտնվել ճաղերի հետևում, խոսելու, այն խոսքի համար, որը մի քանի տարի կրկնել է, բայց նույնիսկ դատախազությունը ասել է, որ այդտեղ քրեական անձակազմ չկա, ու հանկարծ, ասենք 25 թվականի ամռանը Նիկոլ Փաշինյանը որոշում է, որ այդտեղ հանցակացում կա եւ Սրբազանը պետք է դատապարտվի։ Հա դուք ձեզ հարց տվել եք ու ինչքանով եք դուք ձեզ լավ զգում, որ երկու եպիսկոպոս հայտնվել են ճաղերի հետևում, հայ առաքելական եկեղեցու երկու եպիսկոպոս։ Սա մի հատ հարց տվեք, էլի ձեզ, ինչքանով է դա դատավորը, ասենք, կատարող, ես չգիտեմ, ասենք, ամեն այլանդակություն կարելի է ես վիճակում անգամ ունի ընդդության հնարավորություն, այո, գնացի, ոնց որ դուք եք ասում այլասերվածի հետևից, տեսեք, երբ որ ասում ես այլասերված ավտորիտար համակարգ, գլուխը միանշանակ Նիկոլ Փաշինյանն է, չէ, բայց կան կատարողներ, այսինքն այդ կատարողները, երբ ձևավորվի շատ շուտով նորմալ իշխանություն, մարդակենտրոն, հայակենտրոն իշխանություն, այդ կատարողներին պետք է կանգնացնել դատարանի առաջ։ Իրենք պետք է, այստեղ Նյուրնբերգ պետք է լինի, այսպես պատկերավոր ասեմ, հա, նիկոլական ռեժիմի նկատմամբ Նյուրնբերգյան դատավարություն պետք է սկսել, որպեսզի բոլորը պատասխան տան։ Ու դե ես չէի կարող ինչ անեի, ընտանիք էի պահում, երեխա եմ պահում, էսեման, դրանք արդարացում չեն։ Դրան այդպիսի արդարացումներով կատարվում են շատ մեծ հանցագործություններ, ինչը մենք հիմա տեսնում ենք մեր շրջապատում։ Ելի եմ կրկնում, դուք ձեզ հարց տվեք, ինչու հայ առաքելական եկեղեցու երկու եպիսկոպոս բավականին մեծ հանրային վարկանիշով հայտնվում են ճաղերի հետևում։ Ասում եք իմիջիայլոց մի падգամավոր կա, ես վերջերս իմացա, որ ԿՊԱ-ական նման падգամավոր կա, եկել էր Գյումրի, ես հետո անունը կասեմ, ուրեմն հարց են տալիս այս սրբազանների հետ կապված դատավարություն եւ այլն, բառացի այդ մարդը խոստովանում է, որ Միքայել Սրբազանը մտել է քաղաքականություն, դրա համար ստացել է պատիժ։ Հասկանում եք, այդ որ սահմանադրության, այդ որ օրենքով է գրված, որ հոգևորականները չեն կարող զբաղվել քաղաքականությամբ։ Մեր նման սովորական քաղաքացի չեն, բոլոր այդ քաղաքական իրավունքներով ամեն ինչ էլ անում են։ Այսինքն որևէ կետ չկա, որով արգելվի հոգևորականներին զբաղվել քաղաքականությամբ։ Իդեպ, եթե Բագրատ Սրբազանի պարագայում կարող ենք ասել, որ զբաղվում է ակտիվ քաղաքականությամբ, իմիջիայլոց դրա համար թեմի առաջնորդի կարգավիճակից հրաժարվեց, բայց Միքայել Սրբազանը ոչ թե քաղաքականությամբ է զբաղվել, այլ հանրային հասարակական գործունեությամբ
նա իր դիրքորոշումն է հայտնել այդ ամեն ինչի հետ կապված, իր դիրքորոշումն է հայտնել, այսինքն մարդուն բանտարկում են դիրքորոշում հայտնելու համար, իմիջիայլոց այդ դիրքորոշումները բավականին անկեղծորեն հայտնելու համար իր վարկանիշը շարունակաբար բարձրանում էր, ես մտածում եմ, որ Նիկոլ Փաշինյանը հենց դրանից էլ վախեցել է, որ անմիջապես բանտարկել է տվել Միքայել Սրբազանին։ Այսինքն այս թեմայով էլ կարող ենք ասել, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մի դեպքում ներհասարակական բախումներ, սպանություններ, վարի է տվել երկրի ներքին եւ արտաքին անվտանգությունը, հասարակությունը այլևս իրեն անվտանգ չի զգում իր երկրի ներսում, այս դեպքում էլ ինչքան խոսում են իրենք դեմոկրատիայի մասին, մարդու իրավունքների, ձեզ սիրելու, բոլորից սիրելու մասին, այդքան գետնի վրա իրական կյանքում մենք տեսնում ենք ուղիղ հակառակը։ Սպանություններ, բանտարկություններ, ես ավելին ասեմ, որ հարգելի ընդդիմադիրներ, սպասեք ռեժիմի ավելի այլանդակ դրսևորումներին։ Ոչ ոք իրական ընդդիմադիր գործունեությամբ զբաղվող եւ հանրային վարկանիշ ունեցող անձանցից ապահովագրված չէ, որ մի օր Նիկոլ Փաշինյանը կարող է ասել տարեք կալանավորեք փողոցը սխալ տեղից անցնելու համար։ Ես սպասում եմ, որ մենք հասնելու ենք այդ իրավիճակին, ու ես ուզում եմ ընդգծել, որ քարտ բլանշ նման գործողությունների համար ինքը ստացել է եվրոպական կառույցներից, միջազգային կառույցներից, Միացյալ Նահանգների դեսպանատնից, ով դեսպանը, որը ողջունում էր ոստիկանների գործողությունները ազգային ժողովի դիմաց 1 տարի առաջ, իրենցից ստացել է քարտ բլանշ ամեն ինչ անելու իր իշխանությունը պահելու համար։ Աչք են փակում, ձայն չեն հանում, պատկերացրեք, ասենք, նախկին իշխանությունների օրոք 2 եպիսկոպոս բանտարկվեր ու նման քաղաքական բանտարկյալներ ունենային, ԵԽԽՎ-ի այդ զեկույցները կպայթեին, ամեն օր մի դեսպան հայտարարություն կաներ, մի ասուլիս կաներ, կգնային բանտեր, չգիտեմ ինչ կանեին, ակցիաներ կանեին, էլ այդ քաղհասարակության մասին ընդհանրապես չեմ խոսում, այդպես կոչված քաղհասարակության մասին, որոնք դարձել են իշխանապաշտպաններ ու ձայները մի հատ ձայն չեն հանում այս ապօրինությունների դեմ, որովհետև ստանում են արևմտյան գրանտներ, իրենց նպատակը բոլորովին այլ շահերի ծառայելն է, ոչ թե Հայաստանում դեմոկրատիայի հաստատումը, դեմոկրատական արժեքների հաստատումը կամ մարդու իրավունքները։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի այս գործողությունները ռեժիմը լկտիացել է զուտ այն բանի պատճառով նաև, որ իրեն միջազգային կոչվող կառույցներից, որոնք կոչված են մարդու իրավունքներ պաշտպանել տարբեր երկրներում, քարտ բլանշ են տվել, ասել են արա այն ինչ կարաս, որպեսզի իշխանությունդ պահել։ Ինքն էլ կարողանում է այս։ Մոլդովայում մենք տեսանք ինչ տեղի ունեցավ։ Այսինքն Մոլդովայի ընտրությունները թող դաս լինեն մեր ընդդիմադիրների համար, ընդդիմադիր կառույցների համար, որովհետև այս մարդիկ ունեն միջազգային կառույցներից, Եվրոպաներից, դեսպանատնից, չնայած այն ժամանակ Բայդենի վարչակազմն էր, կարող է Թրամփի օրոք ինչ-որ բան փոխված լինի, բայց ամեն դեպքում, եւ դրա համար պետք է պատրաստվել նոր որակի քաղաքական պայքարի։ Եվ վերջին հարցը, ինչ տեղի ունեցավ ՄԱԿ-ում, 3 ձեր գործընկերներ, կուսակիցը Գերման Բոզոյանն էր այստեղ, ասեցա թշվառականի ողորմելի ելույթ էր, Նիկոլի ելույթը, եւ խնդրեմ, բայց մինչ այդ նաեւ Ալիևի ելույթին անդրադառնանք, որտեղ 2 օր հետո խոսեց Նիկոլը, ինքը շատ լավ հնարավորություն ուներ պատասխանելու, ըստ էության Ալիևը հերթական անգամ Հայաստան պետությունը հռչակեց ահաբեկչական պետություն, ինչ-որ սարսափելի զարհելի բաներ, ակնհայտ էր, որ պահանջատիրակայացվեց մեծ նկրտումներ կա Հայաստանի հետ կապված, խնդրեմ դրա մասին խոսեք, հետո Նիկոլին։ Երկու մասով երկուսի ելույթը չի կարելի իրարից տարանջատել զուտ այն պատճառով, որ ըստ էության թե Նիկոլ Փաշինյանը, թե Իլհամ Ալիևը գործում են շատ սինխրոն։ Սկսած այն բանից, որ Ալիևը ասում է սահմանադրությունը փոխի, ինքը փոխում է, չգիտեմ, այլ բաները, հանձնարարականները տալիս, ինքը անում է, ռազմական, չգիտեմ, այդ ուժերի ծավալի հետ կապված, զենք զինամթեր ձեռք բերելու հետ կապված եւ այլն։ Բայց խոսելով Նիկոլ Փաշինյանի ու Ալիևի ՄԱԿ-ի ելույթների մասին, եւս մեկ անգամ մենք ականատես եղանք, որ Նիկոլ Փաշինյանի
խաղաղության օրակարգը ըստ էության տապալված է, չկա խաղաղության օրակարգ։ Նիկոլ Փաշինյանը կարող է բերել, ինչպես Անդրանիկ Թևանյանը, Մայր Հայաստան կուսակցության նախագահը նշեց, միայն այնպիսի խաղաղություն, որը հիմա մենք ունենք Արցախում։ Արցախում կա իրոք խաղաղություն, բայց այնտեղ չկան հայեր։ Հիմա հարգելի քաղաքացիները, ովքեր հավատում են Նիկոլ Փաշինյանի բերած խաղաղությանը, հարց եմ տալիս, դուք կուզեիք ապրել Արցախի նման խաղաղության մեջ, որտեղ դուք չկաք, բայց այնտեղ խաղաղ է։ Մինչ այլոց գերեզմաններ, ամենախաղաղ տեղը գերեզմաններում է։ Նիկոլ Փաշինյանի բերած խաղաղությունը դա ըստ էության գերեզմանային խաղաղություն է։ Իսկ օրակարգի հետ կապված այդ ելույթների եւս մեկ անգամ նշեմ, որ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց, իբր պատասխանելով, Ալիևին, ինչ որ այդ Միչանսկի հետ կապված ձևակերպումների հետ կապված, ըստ էության ասեց, Ալիևը հելավ ասեց, որ չկա խաղաղություն, ժողովուրդ ջան, մոռացեք իմ պատկերացրած խաղաղությունը, դա Արցախի տիպի խաղաղությունն է, որտեղ հայեր չկան, այդպիսի խաղաղություն կարող եք ունենալ, ուրիշ խաղաղության այլ տարբերակ չակնկալեք, հարգելի հայ ժողովուրդ, իմիջիայլոց ես խորհուրդ եմ տալիս Ալիևի հայտարարությունները լուրջ ընդունել, որովհետև դրանք Նիկոլ Փաշինյանի օրոք դառնում են իրականություն, լուրջ ընդունել եւ պատրաստվել հակադարձելու Ալիևի տերորիստական, ագրեսիվ քաղաքականությանը։ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ ըստ էության իր խոսքի բովանդակային մասը վերլուծելու հետևանքով կարող ենք եզրակացնել, որ Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ խաղաղության օրակարգը, որով այդքան հպարտանում են Հայաստանում քաղաքացիների վրա, հատկապես իրեն հավատացողների վրա ծախում են, հույս ունենալով, որ դրա համար քվեներ կստանան, չկա այդպիսի խաղաղություն։ Չի լինելու Նիկոլ Փաշինյանի խոսքերից հիասթափություն ես զգացի իր սիրելի գործընկերոջ Ալիևի վարկագծի հետ կապված։ Ու այս իրավիճակում եւս մեկ հարց կուզեի տալ ես այն մարդկանց, ովքեր հավատում են Նիկոլ Փաշինյանին, հարգելիներս, այդ որ եկել այստեղ բոլոր հնարավոր միջոցներով, բոլոր հնարավոր կալիբրի չինովնիկներով ու падգամավորներով հայտարարում են, թե խաղաղություն է, մենք բերել ենք խաղաղություն եւ այլն։ Մի հատ համեմատեք, օգոստոսի այդ 8-ից առաջ եւ հետո այդ ստորագրելուց հետո որ ասում են խաղաղությունը, ինչն է փոխվել։ Մի հատ կարող եք ինձ բացատրել։ Ասում են նախաստորագրը, ինչ է նշանակում։ Միջազգային իրավունքի տեսանկյունից նախաստորագրումը ոչ մի արժեք չունի, ոչինչ չի նշանակում։ Դրանով այդ նախաստորագրումից հետո ձեր կյանքում, Հայաստանի Հանրապետության կյանքում, անվտանգության առումով, մնացած բոլոր տնտեսական, կոմունիկացիոն առումով ինչն է փոխվել։ Ինչն է ձեզ այդպես համոզել, որ Նիկոլ Փաշինյանը իրոք բերել է խաղաղություն։ Նիկոլ Փաշինյանը իրեն ներկայացնում է որպես խաղաղության աղավնի, բայց ես ձեզ ասեմ, որ Նիկոլ Փաշինյանը իրականում պատերազմի ագրավ է, ուրիշ ոչ մի բան։ Եթե նայեք դուք սթափվեք, քարոզությունը դրեք մի կողմ, նայեք իրական կյանքում, իրական վիճակը երկրի, ու ձեզ հարց տվեք, լավ, այդ իր հայտարարած խաղաղությունից հետո ինչն է փոխվել Հայաստանում։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ ոչ մի բան չի փոխվել այս պարագայում, առաջիկայում էլ եթե փոխվի, ինձ թվում է Հայաստանի շահերը դրանից ահավոր տուժելու են, թե Միչանսկի տեսանկյունից, թե թուրքական էքսպանսիայի, թե ադրբեջանական դեմոգրաֆիկ էքսպանսիայի տեսանկյունից, պատահական չէ, որ ազգային ժողովի մի հատ նախագահ կա Սիմոնյան Ալեն անունով հայտարարում է, որ մենք պետք է սովորենք ադրբեջանցիների հետ ապրել, դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ հարգելի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, շատ հնարավոր է շուտով դուք ձեր կողքին տեսնեք բազմահազարանոց ադրբեջանական համայնք, որը շատ կարճ ժամանակահատվածում կարող է դառնալ քաղաքական գործոն եւ ազդել երկրում տարբեր մակարդակի իշխանությունների ձևավորման վրա, սկսած դիմերից վերջացրած ազգային ժողով, դրան պատրաստ, այդպիսի խաղաղության պատրաստ եղեք։ Իսկ ինչ վերաբերում է նախաստորագրած փաստաթուղթը այսպիսի ինտենսիվությամբ իր համակիրների վրա ծախելուն, ժողովուրդ ջան, սթափվեք։ Նույնիսկ եթե այդտեղ լավ բան է գրած, բայց այդտեղ լավ բան չկա ուղղակի գրած, կամ ջուր է, կամ չգիտեմ, ասենք այդ Միչանսկի ինչքանով է լավ բան Հայաստանի համար։ Նախաստորագրված է այդ ամեն ինչը։
իսկ նախաստորագրված փաստաթղթերը ոչ միշտ են դառնում ստորագրված փաստաթղթեր։ Այդպիսի օրինակ մենք կարող ենք բերել մեր ոչ վաղ անցյալի պատմությունից։ Ստորագրվեց, հիշում եք, հայ-թուրքական նախաստորագրվեց հայ-թուրքական արձանագրություններ։ Ինչ եղավ դրա ճակատագիրը։ Ոչ մի բան։ Այսինքն դա չդարձավ փաստաթուղթ, դա չվերականգնեց Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերություններ, չնորմալացրեց այդ հարաբերությունները, որովհետև ի տարբերություն Հայաստանի հիմա Նիկոլ Փաշինյանը ընդհանրապես կապ չունի Հայաստանի Հանրապետության շահերի հետ, նրա գործողությունները եւ իմիջիայլոց ճիշտ դատողություններ անելու համար շատ դեպքերում մարդիկ վերլուծում են, փորձում են հասկանալ, թե ինչ դրդապատճառ կա Նիկոլ Փաշինյանի գործողությունների մեջ ու կոգնիտիվ դիսոնանսի մեջ են ընկնում, չեն հասկանում, այդ մարդը ինչի արեց, ինչքան գցում բռնում ենք Հայաստանի շահերից չի բխում, բայց արեց։ Դիտարկեք այլ տեսանկյունից։ Դիտարկեք այն տեսանկյունից, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե աշխատում է Հայաստանի շահերի համար, այլ ընդհակառակ այդ դեպքում արդեն շատ բաներ հասկանալի կլինի։ Ու ավարտելով խոսքս այս առումով, հարգելի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, դուք ձեր մեջ վերլուծեք, ռեալ հարցեր տվեք ու ռեալ նայեք իրավիճակին ու հասկացեք, որ խաղաղության ակրավը չի կարող դառնալ խաղաղության աղավնի եւ խաղաղություն բերել Հայաստանին։ Խաղաղություն, ելի եմ կրկնում, նաև հիմա կա Արցախում շատ էլ լավ խաղաղություն է, այնտեղ չեն կրակում, այնտեղ զորք չկա, չեն սպանվում եւ այլն, բայց խաղաղ է, բայց մենք չկանք այնտեղ։ Հիմա եթե դուք այդպիսի խաղաղություն, նիկոլական այդպիսի խաղաղություն եք ուզում, ուրեմն պատրաստվեք այդ խաղաղությանը։ Այդ իրական խաղաղություն, օրինակ առաջարկում է Մայր Հայաստանը։ Խաղաղություն անվտանգության հետ զուգահեռ։ Առանց անվտանգության չկա խաղաղություն։ Եթե մենք չենք ապահովում մեր քաղաքացիների, մեր երկրի սահմանների անվտանգությունը, մենք երբեք չենք կարող ունենալ խաղաղություն ու աշխարհում չկա նման երկիր, որ ունենա Նիկոլ Փաշինյանի ներկայացրած խաղաղություն, իրական խաղաղությունը։ Դա պետության կործանման ամենակարճ ճանապարհներից է, դա հայ ժողովրդին գաղթական դարձնելու կարճ ճանապարհներից է, ուստի եթե չենք ուզում հասնել այդ իրավիճակին, այդ մակարդակին, որ մտածենք Հայաստանից գնալու մասին, վախենանք պատերազմից, պետք է տոտալ մերժել Նիկոլ Փաշինյանի գաղափարական գիծը, եւ այդ հնարավորությունը դուք շատ շուտով կունենաք։ Այսքան։ Շնորհակալություն։